Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 9-ի համար։ Ձմեռ պապին եմ ես հյուր եկել, բոլորիդ նվերներ է բերել։ Որոշեցի փոխեմ, չգիտեմ, մեկ-մեկ երևի ինչ-որ բաներ կդնեմ։ Տոնածառը արդեն զարդարել ենք, դրա համար ժամանակ չեղավ, ամսի 9-ը եւս անեմ, դրա համար այսօր պետք է անեմ, ստիպված այսօր կտեղադրեմ, կնայեք։ Եթե հասցնեմ, ապա եթե մութը չընկնի, ապա մյուսն էլ կանեմ ամսի 10-ի համար կրկին էլի հունորից կվերականգնվի այն պահերը, որ միշտ լինում էր առավոտյան։ Այսքանը եւ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 9-ին։ Սա անկավ առաջինը, դա նշանակում է, որ պետք է եւս մեկ անգամ էլ խառնել։ Ճիշտը չի ասելու, խփելի է ձեզ։ Նաեւ սա զգուշացում է այդ օրը խարդախներից, ուղղակի։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 9-ին։ Միևնույնն է, չի ուզում ասել, սպասյակ ձերը մեկ այլ քարտով անեմ։ Չի ուզում, թող հանգստանա։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, ինչ-որ բիզնեսում, եթե ունեք, կարող եք հուզվել, նաև արտասվել, ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք, դա նաև կարող է լինել հուզմունքի պատճառը, արտասուքի պատճառը։ Սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի երևի թե ուշանում է, դրա համար այստեղ վիճում եք ինչ-որ մեկի հետ։ Կամ նաև դա մաքրում եք, ձեր շրջապատը եւ սպասում եք տվյալ անձնավորության այստեղ հյուր ունեք, կամ դուք եք գնալու հյուր։ Նաև այդ օրը գաղտնիք կբացահայտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 9-ին։ Այ մնաց այս քարտերը, բայց պետք է փոխեմ, կներեք։ Որովհետև պետք է այս քարտերով անեմ ուղղակի խոյերին անընդհատ, չգիտեմ, կնայեք այս հատվածը, թե չեք նայի։ Հենց խոյերին անընդհատ փուջ բաներ եմ կնում, դրա համար։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 9-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ոչ գործեր կզարգանան, առաջ կգնան, ու միգուցե վիճում եք դրա համար է առաջ գնում, որ պետք է ինչ-որ մի բան անեք, որ առաջ գնա, այդպես։ Նաև օրվա ընթացքում ուրախ եք, լավ լուր կլսեք, սեղանի շուրջ եք նստելու, հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, միգուցե պետական աշխատողի, ձեր տնօրենի հետ, նաև տան հետ կապված որևիցե հարցեր են, սրանք որ կարող եք լուծել կամ առիթ է, կամ ձեր տանը, կամ տունը, կամ պետք է գնաք այդ առիթին։ Առավոտյան կամ երեկոյան ժամը ձեզ համար շատ կարևոր է, միգուցե պայմանավորվել եք ինչ-որ մարդկանց հետ, եւ կամ եթե առավոտյան է, ապա ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք ինչ-որ մի տեղից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը տատանվում եք կամ շուտ արթնանաք, ժամը քանիսին արթնանաք, միգուցե երկար քնեք, միգուցե ինչ որ պահեր են քնելու հետ կապված, միգուցե նաև հիվանդ եք, վատառողջ եք, առավոտյան այդպես արթնանում եք եւ մտածում եք գնաք աշխատանքի, թե ոչ ինչ անեք։ Օրվա ընթացքում կարող եք վիճել ինչ որ մեկի հետ, տան հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է լուծեք, հնարավոր է նաև առիթ է, տեղափոխություն կամ ձեր տանը կամ պետք է գնաք։ Նաև ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ որ մեկի հետ, փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն կարող եք ստանալ, փաթեթ, եթե ինչ որ բան եք պատվիրել, ինչ որ պայմանագրեր ստորագրել, թղթերի հետ աշխատել, բայց երեկոյան այստեղ փուչ բան կա, միգուցե ձեզ փորձում եմ մոլորեցնել, կարիերայի հետ դա կարող է կապված լինել, որ մի փոքր առաջ մղեք, ձեզ կարող են գցել մտքերի մեջ, բայց ինչ որ բաներ այստեղ խոչընդոտներ է ձեզ համար ստեղծվելու։ Եթե դրա մեջ մտնեք, ապա այդտեղ խոչընդոտներ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Կամ ինչ որ բան կարող եք լսել, որը էլի փուչ է, շուտից բան է, կամ որից է գաղտնիք կարող է բացահայտվել ձեր կարիերայի հետ կապված, ինչ որ մի բան է, որը խոչընդոտներ է ստեղծում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 9-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան ժամը ձեզ համար շատ կարևոր է, միգուցե պայմանավորված եք եւ պետք է ճիշտ ժամանակին գնաք կամ աշխատանքի եք առավոտյան ուշադիր եղեք, որպեսզի շուտ արթնանաք, հա, քնած չմնաք։ Նաև զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք ձեր գործերում օրվա ընթացքում, նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կփորձեն ձեզ մոլորեցնել, ինչ-որ բաներ խոստանալ, այդ ամենը ամբողջությամբ փուջ է։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե առիթ է, միգուցե ինչ-որ պահեր են տան հետ կապված, հեռախոսազանգ ունեք եւ տխրություն։ Սա կարող է հենց տան հետ է կապված, միգուցե տան անդամներին եք զանգահարում, չեն պատասխանում, սպասում եք իրեն զանգին, դրա համար տխուր եք, ինչ-որ մի բան է, կամ զանգում ասում են չենք գալիս, եթե առիթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ մոտ ուշանում, մոտավորապես 1.5 ամիս կարող է ուշանալ։ Միգուցե դա է պատճառը, այստեղ մտածմունքների մեջ եք, նաև հուզվում եք, նաև խոչընդոտներ կան, հա, մի քիչ էլ այդքան լավ օր չէ ձեզ համար։ Խոչընդոտներ են, հուզմունք, տխրություն, միայնակություն, ինչ-որ բան է, միգուցե այդ ուշանալուց է ամեն ինչը գալիս։ Ինչ-որ բան եք կարող է սպասում և նա ուշանում է, դրա համար այդպես է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը
Նավր է այցելում եք հիվանդանոց, նավր է այցելում եք բժշկական կենտրոն, այնտեղ սպասում եք, միգուցե որ անալիզ տակ կամ ձեզանով զբաղվեն։ Երկերեսանի մարդիկ կան ձեր կարիերայի հետ կապված հարցերով, միգուցե ձեր տակն են փորում, այնպես որ շատ ուշադիր եղեք, զգույշ եղեք իրենցից, ովքեր որ թեկուզ ինչ որ բաներ են փորձում ձեզանից սովորել։ Եվ իհարկե հեռախոսազանգ ունեք երեկոյան արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը գումար եք ստանալու կամ նաև գումար կարող ծախսել։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, նաև փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, որ կարող պայմանագիր եք կնքում, փաստաթղթերի հետ շատ կաշխատեք, նաև եթե ինչ-որ բան եք պատվիրել, միգուցե դա գա։ Բայց երեկոյան ինչ-որ մի բան փակ է, որովհետև կանգնած է, որովհետև առաջ չի գնում, դրա համար է փակ է։ Ժամի հետ կարող է կապված լինի, այսինքն ճիշտ ժամանակին այնտեղ չեք եղել, ինչ որ դա եւ փակվեց այդ խանութը կամ ինչ որ մի բան է եւ չեք կարողանում ինչ որ գործողություններ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը մտքերի մեջ կլինեք առավոտյան ինչ-որ բաների մասին եք մտածելու կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք։ Նաև օրվա ընթացքում հանդիպում կամ շփումվեց է տղամարդու հետ, միգուցե ամուսինն է, միգուցե ինչ-որ անձնավորություն է, որ կոպետական աշխատող է, տնօրենն է եւ այլն, հա, ինչ-որ մի տղամարդ է։ Խոչընդոտներ էլ ունեք այդ օրը։
Եվ այստեղ երկար սպասված միգուցե լուր եք սպասում հարսանիքի վերաբերյալ նշանադրության հրավերք, որպեսզի հարսանիքի գնաք, նշանադրության, սա նաև գործարք է, որին որ երկար եք սպասել, կարող է այդ գործարքի վերջո կնքեք։ Նաև դա ամուսնության առաջարկ է, որին եւս էլի երկար եք սպասել, այնպես որ հավանականությունը մեծ է, որ այն կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի աղեղնավորներ, առավոտյան բավականին հուզվում եք, կամ այստեղ վատ լուր եք, կամ երգ եք փնտրում այդպես հուզված ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև ճանապարհ եք գնալու այդ օրը, կամ ձեզ մոտ կարող են ինչ-որ մարդիկ գալ, կարիերան մի փոքր առաջ խաղացում ունեք, շատ չէ, հա, կարող ինչ-որ թեթև պատվերներ ունենաք, ինչ-որ նմանատիպ կամ աշխատանքի վայրում մի փոքր ավելի շատ ունենաք աշխատանք, եթե ժամով եք աշխատում, ոնց որ ձեզ համար դա ավելի լավ է։ Եվ սպասում եք, պետական հիմնարկության հետ կապված է սա, այնտեղ կարող է լինել հիվանդանոց, բժշկական կենտրոն կամ բանկ եւ այլն, այնտեղ կարող եք սպասել եւ անգամ տատանվում եք, այստեղ եւ ծանրութեթև եք անում եւ տատանվում եք, ի վերջո կամ չգիտեք ինչի համար եք գնացել, կարող կանչել են, կամ ինչ է լինելու հետո, միգուցե դա է ձեզ շատ տանջում, չգիտեմ, ինչ որ բան է, որ անընդհատ, այսպես եւ այստեղ տատանվում եւ այստեղ տատանվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 9-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օր ինչ-որ բան է ուշանալու մոտավորապես 1 ամիս, ինձ կարծես թե ավելի շատ այստեղ օձերի պատճառով է, որ այն ուշանում է։ Նաև օրվա ընթացքում կմտածեք ձեր կարիերայի մասին, կարծես թե նվազում է, կարծես թե աշխատանք չկա, պատվեր չկա, դրա համար նեղվում եք, կարող եք նաև տխրել, դեպրեսիվ վիճակ է նաև սա, եւ կխոսեք այդ օրը կամ կհանդիպեք ոչ մասնագետի հետ։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, կամ սեղանի շուրջ նստած ժամանակ եք իմանալու, որ ինչ-որ բան է ուշացել կամ ուշանալու։ Եվ ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, մի փոքր արդեն ուշ ժամի, նաև կարող է տեղափոխում եք ժամերը ավելի ուշ, որպեսզի առավոտյան մեկ այլ գործեր անեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոզների։ Ինչ է սպասվում ջրհոզներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի ջրհոզներ, առավոտյան ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան այդ օրը, ոմանք նաև պետական աշխատող հետ կարող են հանդիպել, հարցազրույցի նաև գնաք։ Օրվա մեջ հանդիպում կամ շփում ունեք ոչ մասնագետի հետ եւ ելք եք փնտրում եւ հույսով եք, որ ելքը կգտնեք, կամ վատ լուր է ասում, հույսով եք, որ ամեն ինչ կկարգավորվի։ Մտքերի մեջ կլինեք այստեղ, կմտածեք, միգուցե իր ասածի մասին, ինչ որ բան կարող եք անել, ինչ պետք է անել։ Կամ հիվանդանոցում եք լինելու, կամ ոչ բժշկական կենտրոնում, կամ առավոտյան կամ երեկոյան, միգուցե այս ամենը ինչ որ մեկի մասին է։ Եվ նաև այստեղ կարող եմ ձեզ ասել, օրինակ, որ եթե հիվանդը կարող է մնալ մոտավորապես մինչև 3 ամիս կարող է մնալ, ինչ-որ բուժումներ անել 3 ամիս, այնտեղ կարող եք սպասել ինչ-որ մեկին տեսնելու համար, միգուցե նաև ոչ բժշկական կենտրոն եք գնում կամ կոսմետոլոգի մոտ եւ նա ասում է ինչ-որ մի բանը 3 ամիս հետո նորից էլի պետք է գաս, ինչ-որ մի բանը 3 ամիս է մնալու, այդպես։ Կամ հիվանդն է սա, որ կամ միգուցե ծննդաբերել են, բայց երեխան պետք է երկար մնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 9-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը սիրված եք ձեզ զգում, լավ եք ձեզ զգում, հաջողություն ունեք, դռներ են բաց ձեր առջև, նաև ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, դուք անեք, կամ ձեր հարազատներին տեսնեք, ժամադրության գնաք, ապա եւս հաջողությամբ այն կանցնի։ Բայց օրվա երկրորդ կես այստեղ հանդիպում կամ շփում ունեք որևէ մասնագետի հետ, ու դրանից հետո տրամադրությունը գցում եք, խոչընդոտներ կան, հնարավոր է ինչ-որ գաղտնիք է բացահայտվում ձեզ համար եւ գումար կծախսեք կամ գումար կստանաք, նաեւ հիվանդանոցի հետ կապված որևէ հարցեր կան, կամ երեկոյան կայցելեք այնտեղ, կամ նաեւ հիվանդի մասին է խոսքը, այստեղ մասնագետին եք տեսնում, կամ որևէ կոսմետոլոգի մոտ եք այցելում։ Գուցե այստեղ խոչընդոտներ են եւ չեք կարողանում օրինակ հանդիպել մասնագետին այդ ժամին, որ ձեզ է պետք, բայց ասեմ, որ փուչ է դա։ Եթե այդպես է, եթե ինչ-որ մասնագետի եք ուզում տեսնեք, օրինակ կոսմետոլոգի մոտ, եւ ասում է, չէ, այս պահին չեմ կարող բան, դա հենց փուչ է։ Սխալ է ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։